հարցակցի հրամանի պատճառը գծե, կարծես թե ուրեմն մերժել եք միջնորդությունը եւ գործունեությունը շարունակվել է։ Այսինքն, պարոն Նազարյան, ձեզ համար պարզ չէ, որ ձեր միջնորդությունը մերժվել է։ Ձեզ պարզաբանել, որ այո, ձեր միջնորդությունը դատարանը մերժվել է, հստակեցնելու համար հստակեցվում է, որ միջնորդությունը մերժվել է, այո, ձեր բացակայությունը հարգելի չի ճանաչել դատարանը եւ շարունակել է նախնական դատական նիստը։ Շատ հարգելի դատան, մի բան ճշտում եմ, ձեր պարզաբանումներից հետո ես հնարավորություն ընձեռնելու եմ հարցը ներկայացնել միջնորդության վերաբերյալ։ Նկատում եք գործի վարույթը կարճելու։ Այն միջնորդությամբ, որի վերաբերյալ ձեզ մոտ անհրաժեշտություն առաջացել պարզաբանումներ։ Այո, հնարավորություն ձեզ տրվելու է։ Շատ լավ։ Ունի հարցը հարգելի դատան, նոյեմբերի հոկտեմբերի 24-ի նիստը, որ հետաձգվել է, նոյեմբերի 7-ին նշանակվել, ներկայացուցիչների հետ իրենց հարմարությունները քննարկվել են, թե ոչ։ Այո։ Իսկ այդ դեպքում ինչի այսօր կողմի հետ որևէ հարմարություն չի քննարկվում։ Շատ լավ, պարոն Նազարյան, եթե հայցվոր կողմը բացակայում է դատական նիստին, ինչպես եք դուք պատկերացնում, որ դատարանը դատական նիստով, երբ որ նիստ է նշանակում, պիտի հայցվոր կողմի հետ քննարկի հերթական դատական նիստի օրը։ Ես իմ պատկերացումների մասին իհարկե կասեմ, բայց որտեղից է դատարանը համոզմունք ձևավորում, որ նոյեմբերի 7-ին ժամը 14:00-ին այսօր ներկայացուցիչի կողմից կարող է հարմարությունը լինել։ Մասնավորապես այս ժամը 10:30-ին ես մանրամասնություն եմ ունեցել բախտի բժշկական հետազոտության, կարծում եմ համակարգում դուք եք ունեք նման իրավունք եւ ստիպված հետաձգել եմ, քանի որ ժամը հարմար չէր եւ երկրորդ անգամ չի կարող այս միջնորդությունը ներկայացնել հետաձգելու մասին։ Հաջորդի դեպքերում խնդրանք դատարան հնարավոր կլինի նաեւ այսօր կողմի հարմարությունները քննարկվել։ Շատ լավ, պարոն Նազարյան, եթե դատարանը որևէ կողմի հետ հերթական նախնական դատական նիստի հարմարությունը ճշգրտելու, համաձայնեցնելու պարտականություն չունի։ Դատարանը դա կատարում է բարի կամքի դրսևորում, գործի ողջամիտ ժամկետում քննությունը ապահովելու նկատառումով։ Եթե հայցվող կողմը կամ պատասխանող կողմի ներկայացուցիչները նիստին ներկա են եւ նիստում դատարանը որոշում է հետաձգել դատական նիստը եւ հերթական դատական նիստ նշանակել, այո, դատարանը համաձայնեցնում է հերթական նախնական դատական նիստի օրը, բայց եթե կողմը բացակայում է ու արդեն մյուս կողմերի հետ համաձայնեցվել է, դատարանը այդ պահի դրությամբ այն գործիքակազմ չունի հայցվոր կողմի հետ համապատասխան նիստը համաձայնեցնելու վերաբերյալ։ Այսքանով սահմանափակվել ձեր պարզաբանումները հերթական նախնական դատական նիստի նշանակման վերաբերյալ։ Հիմա անցնեմ ես իմ պարզաբանումներին։ Արձանագրումից համարանում ու ավարտենք, եթե կարելի է։ Եթե արձանագրումը գործին չի վերաբերում, պարոն Նազարյան, թույլ չեմ տալիս։ Ես չեմ կարծում, որ գործից դուրս այլ արձանագրումներ կարող են։ Խնդրեմ, եթե գործին է վերաբերում։ Այսինքն ես կարող եմ արձանագրել, որ ներկայացուցիչների նկատմամբ բարի կամքի դրսևորումը եղել հոկտեմբերի 24-ի նիստով, այսօր կողմի հետ որևէ տիպի քննարկում բարի կամքի դրսևորում չի եղել։ Սա արձանագրենք։ Ոչ, պարոն Նազարյան, դուք իմ պատասխանը սխալ ընկալեցիք։ Եթե հայցվող կողմը ապահովված լիներ իր ներկայությունը դատական նիստին, այո, հայցվող կողմի հետ էլ կհամաձայնեցվեր նիստի օրը եւ ժամը, բայց եթե հայցվող կողմը չի ապահովել իր ներկայությունը դատական նիստին, նման պայմաններում դատարանը որևիցե ձևով հնարավորություն չուներ այդ դատական նիստի ընթացքում ձեր հետ համաձայնեցնելու հերթական դատական նիստի օրը եւ ժամը։ Բացառապես դատական նիստում են համաձայնեցվել հերթական դատական նիստի օրը եւ ժամը։ Շատ հարգելի դատան, հասկանալի է համոզել։